զենքի իրավունք։ Կարող է գան ձեր հետևից։ Բարով գան, Նարեկի Վազգենի հետևից են, Հայկի հետևից ոչ են եկի, Հայկը ինչ պիտի ձեն հանի։ Վաղը Հայկի հետևից կգան են մյուս օրը Պողոսի, Պետրոսի, այսպես գրհիկ ու լկտի ձևով։ Ասեմ հələ մի հատ եկեք էլի, տենամ ձեր գալը ոնց է։ Մյուսներին ասում է գնացեք թիվը դզեք 5000 զոհը դզվավ, հա լավ հերիքա։ Կյանքի մահու պայքարը ով պիտի բունկերում պահկվի։ Անձնագիր փոխելով, պլաստիկ օպերացիաներ անելով, փորձելու են պահկվել, սրանց համար պատասխան եք տալու։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ Հայկ Մանասյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Մանասյան, երեք Հայաստանում բռնաճնշումների հերթական դրսևորումներ, կալանավորվեցին մեծ լսարան ունեցող ընդդիմադիր մեդիա դեմքեր, ձերբակալվեց նաև լրատվամիջոցի լրագրող, նաև աշխատակից այսօր տեղեկացանք, ընդհանրապես առգրավել են լրատվամիջոցի բոլոր հնարավոր ու անհնար գույքերը, այսինքն հստակ խափանում են լրատվամիջոցի գործունեությունը։ Անգամ մամուլն է ահազանգում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է բռնաճնշումների այս ալիքը եւ ել ավելի մեծ ընդգրկում է ունենալու, ավելի մեծ ծավալ է հասնելու, եւ այս պայմաններում կարելի է կանխատեսել, որ արտահերթ թե հերթական ընտրություններին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Սարգսյանի հավաքականը։ Դուք այն մարդկանցից եք, որոնք ասում են, որ ակնկալիքներ այո կարելի է ունենալ ընտրություններից, ասում եք առաջին քայլը ընտրությունն է, եթե կեղծվի եւ վերընտրվի այս իշխանությունը, ապա ժողովուրդը կլուծարի կառավարությունը։ Հիմա այս պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը որևէ կարմիր գիծ չունի եւ բոլոր հնարավոր անհնար գործիքներով թիրախավորում է ընդդիմադիրներին, այս պայմաններում ինչ ակնկալիքներ ունեք արդար ընտրություններ կազմակերպելու։ Հարցը շատ մեծ էր, եթե վերջից գամ շատ արագ, ոչ թե հույս ունեմ ընտրություններից, այլ մնացած բոլոր տարբերակներից հույս չունեմ, ոչ մի մնացած, բայց եթե հնարավոր է մի բան, ինչ-որ բանել այլ տարբերակներով անել, օրինական իհարկե սահմանադրական մարդու հիմնական իրավունքների շրջանակներում, առանց խախտելու այդ իրավունքները, եթե հնարավոր է դա անել, ապա միայն ընտրություններից հետո, թե կուզեք կասեմ ընտրությունների հաջորդ օրը, այդ հաջորդ օրը ոչ թե հենց իրոք հաջորդ օրը, բայց դրանից հետո, այսինքն ընդհանրապես ես սիրում եմ այդպիսի կոնցեպտ եմ ներկայացնում, հաջորդ օրվա կոնցեպտ, այսինքն եթե մի բան ուզում ես, շատ ես ուզում, ինձ ասալ հաջորդ օրը, հասար հաջորդ օրը, կամ չհասար հաջորդ օրը, այսինքն միշտ հաջորդ քայլը, ինչա լինելու հաջորդ քայլը։ Ահա այլ տարբերակներ հնարավոր են քննարկել միայն ընտրությունները իշխանությունների կողմից ապականելու դեպքում, այսինքն հաջորդ օրը։ Մինչ այդ այլ բան չկա անելու։ Սա իմ պատկերացումը։ Հիմա վերադառնամ բռնաճնշումներ կոչվածին, որոնք մի քիչ ծիծաղելու է իհարկե Նարեկ Սամսոնյանի եւ եւ Վազգենի մասին է, չէ՞ խոսքը, Նարեկի եւ Վազգենի։ Ես իրենց անձամբ չեմ ճանաչում։ Մի անգամ իմ աջակցությունը հայտնել եմ իրենց որպես խոսքի ազատության, երբ որ իրենց անցած անգամ ձերբակալեցին, էլի իմ աջակցությունը հայտնել, թե իրենց չեմ ճանաչում, թե իրենց խոսքերի կարամ ասեմ 50%-ի հետ համաձայն չեմ, բայց կամ 10%-ի հետ համաձայն չեմ, այդ էական չի։ Բայց այն գեր խոսքի ազատությունը, դա գիտեք ինչ տեսակ բան է, ուզում եմ երկու բառով դրա մասին ասեմ, էլի, տեսեք, ուրեմն հին հույները, որոնք այս դեմոկրատիայի հիմնադիրներն են կամ ամենալավ օրինակներն են, հին հելենները, հա, հին հույները, որ նրանց մոտ ուրեմն եղել է մահվան են դատապարտել Սոկրատեսի համար։ Ինչի համար։ Սոկրատեսին մահվան են դատապարտել հենց այլ աստվածների փրթեպաշտելու համար եւ երիտասարդությանը այլասերելու համար, որտեղ երիտասարդությանը սովորացնում էր հարցեր տալ, հարցեր բարձրաձայնել, մտածել էր սովորացնում։ Այս մտածելը, որպես երիտասարդներին այլասերում էր գնահատվել իրենց հանրության կողմից, աթենացիների կողմից, իսկ բանը քննադատել գործող գերիշխող արժեքները, այդ թվում հավատին դավանանքին վերաբերվող, սա այլ որպես անաստվածություն էր որակվել։ Եվ իրեն ենթարկեցին մահապատժի։
Հետագայում արդեն ավելի ուշ նրա աշակերտներ, նրա դպրոցի կամ գործի շարունակողներ անընդհատ այդ հարցը վերցրել դրել են, թե մենք ոնց կարող էինք այսպես վարվել։ Եվ խղճի դավանանքի ազատությունը եւ խոսքի ազատությունը այդ օրվանից խոսքի, խղճի, դավանանքի, համոզմունքի ազատությունը այդ օրվանից դա գիտեք ինչ կարգի ինդիկատոր է, տվյալ հանրությունը գահավիժում է դեգրադացիայի ճահիճը, թե տվյալ հանրությունը ազատ է, մտածում է ազատ, խոսում է ազատ, գործում է ազատ, հարգելով այլոց այդ նույն ազատությունը այլոց մեջ հարգելով։ Միացյալ Նահանգների անկախության հռչակագիր, այնուհետև հաջորդող սահմանադրության մեջ, երբ որ մարդու իրավունքներ էին ֆիքսում, մարդու եւ նահանգների իրավունքները, առաջի իրավունքը, տեսեք Սոկրատեսից սկսեցինք ուր հասանք։ Միացյալ Նահանգների սահմանադրություն։ Դա խոսքի, դավանանքի, համոզմունքի, մամուլի ազատությունն է։ Առաջի իրավունքն է։ Չկա այս իրավունքը, չկա մարդկային ոչինչ։ Մնացածը դրանք ֆիզիոլոգիական, չգիտեմ, որոշ չափով կենթանական, իդեպ ես դա վիրավորական չեմ ասում, ինձ համար կենթանականը դա շատ բարձր բան է, էլի։ Բայց սկիզբը, ֆունդամենտը, հիմքը բոլոր տեսակ իրավունքների, գալիս են խոսքի, համոզմունքի, դավանանքի ազատությանը։ Եվ երկրորդ հոդվածը, էլի Միացյալ Նահանգներ եմ գնում, ասում է զենքի իրավունքն է։ Ինչու առաջինն է, երկրորդն է, որովհետև եթե առաջի հոդվածը խախտվել է պետության կողմից, Միացյալ Նահանգների սահմանադրությունը դա պետության կողմից, ասում է չի կարող սա խախտվի, այսինքն Նիկոլ Փաշինյանի կողմից, Ալեն Սիմոնյանի կողմից, սա չի կարող խախտվի։ Եթե խախտվում է ինչ, ասում է դիմի իշխանություններին, իշխանություններն են խախտում, ինչ, երկրորդ հոդված, զենքի իրավունք։ Կարող է գան ձեր հետևից։ Ես ընդամենը փաստ եմ արձանագրում, բարով գան, երկրորդ հոդվածը զենքի իրավունք։ Համառոտ ասած, այնտեղ մի քիչ ավելի երկար է գրած, համառոտ, կարճ կոնկրետ։ Հասկանում եք ոնց է լինում երաշխավորված իրավունքը։ Երաշխավորված իրավունքը սենց է լինում։ Ես հենց այսօր Ֆրանսիայում գործում է սահմանադրական օրենք, ակներեք, սահմանադրական փաստաթուղթ, սահմանադրության ուժ ունեցող փաստաթուղթ մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագիրը 1789 թվական, եթե միջև հիմա գործում է։ Երկրորդ հոդվածն ասում է. ազատությունը մարդու, կյանքը, սեփականությունը, այդ ազատության մեջ է մտնում այդ խոսքի ազատությունը։ Ազատությունը, կյանքը, սեփականությունը, եւ եթե դա խախտվում է, ապա որպես վերջին միջոց դիմադրելու իրավունքը, ապստամբելու իրավունքը։ Գերմանիայի այսօրվա սահմանադրությունը 20-րդ հոդված 4-րդ կետ։ Սահմանադրական կարգի տապալումը ենթադրում է դիմադրելու իրավունք, որպես վերջին միջոց քաղաքացու կողմից։ Այսքանը ես ինչի եմ ասում, չէ, ის շատ կարևոր է։ Այսքան ինչի եմ ասում, որ այս ձերբակալություններ, հետապնդումներ, որոնք հիմա ասենք Նարեկի Վազգենի հետևից են, Հայկի հետևից ոչ են եկել, Հայկի ինչ պիտի ձեն հանի։ Վաղը Հայկի հետևից կգան են մյուս օրը Պողոսի, Պետրոսի, այսպես գռեհիկ ու լկտի ձևով։ Բայց ժողովուրդ ջան, իմացեք, որ աշխարհում այլևս մենք գիտենք, կարդացել ենք, սովորել ենք, որ կա ճանաչված իրավունք, դիմադրելու իրավունքը, ձեր այս տեսակ բեսպրեդզելին։ Այնպես որ մի քիչ երկար մտածեք նման կերպ վարվելուց առաջ։ Դուք սրանց համար անխուսափելիորեն, ասում եմ, սահմանադրական առանց մարդու իրավունքներն ու սահմանադրությունը խախտելու։ Դուք սրա առաջ պատասխան եք տալու, սրանց համար պատասխան եք տալու։ Մարդու իրավունքներին օբյեկտիվորեն հղում տվեցիք, հետաքրքիր է այն շրջանակները Հայաստանում, որոնք այդ թեմաներով գրանտներ են ստացել եւ շարունակում են ստանալ, այդ թեմաներով իրենց համարում են առաջամարտիկներ, մշտապես արևմուտքի մասին են խոսում գերակա իրավունքների, երեք տեղի ունեցածի վերաբերյալ կամ լռում են, կամ մի բան էլ խրախուսում են։ Այսինքն լրատվամիջոցի գույքը առգրավել են, լավ, շտատիվը, տեխնիկան, ինչու եք տանում, ինչու եք խափանում լրատվամիջոցի աշխատանքը։ Ես փորձեմ մի հատ վերանայել, քաղաքացիական հանրություն կոչվածը, չէ՞ որ այդպես քաղաքացի։ Ես այս վերջերս էլի մի զրույցի մեջ այդ հարցը տվեցի, իսկ այդ քաղաքացիական հանրույթը ինչի պետք է իրան պահի
սովորական բանից անտեղյակ կամ սովորական հեշտ ոգևորվող կամ ինչ-որ մեկի համակիրը դարձող քաղաքացուց տարբեր։ Ով ասեց, նրանք ինչ լեգիտիմություն ունեն ներկայացնելու ինչ-որ հանրության առանձին տեսակ։ Հասկացա, հասարակական կազմակերպություն սարքի, հասկացա, ինչ-որ ֆոնդերից է ֆինանսավորել։ Հա եւ նրանք ինչ անտրվել են, ինչ-որ միտեղ գրանցված են որպես ավելի կարմիր է իրանց արունը, իրանց խելքն է ավելի հասուն, իրանց ազնվությունն է ավելի մեծ, ով ասեց։ Փող են տվել, հա, դրա դիմաց այդ մարդիկ ինչ-որ ակտիվություն են ցույց տվել։ Աշխարհում այնքան մարդիկ կան, փող են վերցնում, դրա դիմաց ինչ-որ ակտիվություն են ցուցաբերում։ Դուք կարող եք հասկանալ փողը վերցնելու եւ ակտիվություն դրսեւորելու հնարավոր բոլոր տարբերակներն ու ամբողջ սպեկտրը ձեր երևակայությունը մի սահմանափակեք։ Փող վերցնել դրա դիմաց ինչ-որ բան անել։ Դա ինչ մի երևելի բան է, որ դուք հույս ունեք, որ այդ մարդիկ այսօր ուրիշ ձև իրանց կպահեն կամ կխոսեն այդ իրավունք, իսկ փող տվել են դրա համար իրանց։ Փող տվել են, որ վեր կացեք, խոսեք, այ հիմա գնացեք բողոքեք բանի համար, որ լրատվամիջոց են։ Ինչի համար, չգիտեմ էլ ինչի Պարոն համար։ Մանասյան, այս հարցը շատ կարևոր է, որպեսզի ի վերջո Հայաստանում ձևավորվի ազգային շահը եւ արժեքները կարևորող քաղաքացիական հասարակություն։ Այդպիսի հասարակության դերը չի կարելի նսեմացնել եւ թիրախավորել, որովհետեւ իրենք օրինակ գրանտներ են ստանում։ Ես նույնիսկ ազգային չի ասի։ Ասենք թող հատուկ ազգային չլինի, այլ սկզբունքային եղեք։ Ընկեր ջան, սկզբունքային եղի։ Դու ասել ես մարդու իրավունքներ, կարդացել ես այդ իրավունքները, սովորել ես, դավանում ես դա։ Դե ուրեմն դավանի ամբողջ քո հոգով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտածմունքով։ Եվ ոչ թե աշխատավարձի չափով։ Բա եթե դավանում ես, ապա դավանի միջև վերջ։ Եթե սկզբունքները քեզ համար իրոք սկզբունք են, ապա բավականաչափ սկզբունքային եղի։ Ոչ թե այս պահին սենց է հարմար, սենց ես պահում քեզ։ Ինձ հաճախ են մեղադրել, ասում են սրա օգտին ես խոսում, դրա, գիտես ինչի, որտեղ սկզբունքը չի փոխվում։ Ինձ մեկը, էդի, չգիտեմ, ընդդիմության, իշխանություն Այսինքն մարդու վրա թքել են, Ալեն Սիմոնյանը մարդու վրա թքել է։ Ինձ միևնույն է, դաշնակի վրա է թքել, կոմունիստի վրա է թքել, ՔՊ-ականի վրա է թքել։ Ինձ միևնույն է։ Եկա գլոխն առե, ավելի ուրիշ բաներ չասեմ, հա չէ, թե ասեմ հələ մի հատ եկեք էլի, տենամ այդ ձեր գալը ոնց է։ Եկա էշա, գլոխն առե, թքել է մարդու վրա։ Ներողություն ա խնդրել, ես սրա շուրջ 2 անգամ ասել եմ ներողություն խնդրի։ Ներողություն ա խնդրել հանրությունից, որը տես բան է եղել, այդ մարդուց տենց է ներողություն չի խնդրել, ում վրա թքել է, դրանից տենց է ներողություն չի խնդրել, այ ընկեր ջան, հիմա դուք ասենց բան, որ անում եք, ինձ համար մեկ ում հանդեպ եք անում, անգամ եթե սա ձեր հանդեպ արվում, ես էլի խոսացել եմ ու դուք լավ գիտեք, չի կարելի տենց բան անել, այս անթույլատրելի է, տեսեք, ինձ բազմաթիվ մարդիկ հայհոյանքներ են գրում, ես ասում դե լավ ասում եմ, հանրային եմ, չգիտեմ, խոսում եմ, ես խոսում եմ, ինքը չի կարող խոսա։ Ինձ հրավիրել է Լիլիթը, իրեն չի հրավիրել։ Դրա համար այդ մարդը մտնում է իրանց խոհանոցից, YouTube-ում, ասենք, ընդեք հայհոյանք ա գրում։ Դե հիմա ասում եմ, այդ մարդու ու իմ հնարավորությունները Լիլիթի պատճառով տարբեր են։ Լիլիթը ինձ հրավիրել է, իրեն չի հրավիրել։ Դա ինքը տակը հայհոյանք ա գրում։ Ենթադրենք, բայց լսեք ոնց է ընդհանրապես ժողովուրդ ջան, խոսքի ազատությունը այդ թվում հայհոյանք տալու։ Պետական այրերը իրենց ձեռքին իշխանություն ունեն մարդկանց հարկադրելու ստիպելու։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը, այսօր ինչի եմ իր մասին ասում, որտեղ ինչքան թվում եմ իր բանով են, չէ, բողոքով են բանը լրատվամիջոցը հետապնդման ենթարկվել։ Ուրեմն օրենք են գրում, չէ, իրանք իրենցով որոշում են։ Ես իրենց դեմ եմ քվեարկել կամ ես իրենց կողմ չեմ քվեարկել։ Իրենք օրենք են գրում, որը ես պարտավոր եմ անեմ։ Եթե ես չանեմ, իսկ կտուգանեն։ Եթե ես չանեմ, իսկ կբանտարկեն։ Այսինքն իրենք ունեն ուժային հարկադրման լծակ։ Ես ինչ ունեմ դիմադրելու։ Որտե մի հոգի Ալեն Սիմոնյանն է, մի հոգի ես եմ։ Ալեն Սիմոնյանը ձայն չի հավաքել, Նիկոլն է հավաքել։ Հասկանում եք։ Այսինքն Նաղլենը գնացել է Նիկոլով ա մտել։ Հələ Նիկոլին հարցնել առանձին պետքա քննարկվի։ Ոչ այս շրջանակում, այս շրջանակում չէ։ Հիմա նա պետությունը որպես պետություն կոչվածը, պետական իշխանավորը ինձ հարկադրելու 100 ձև ունի։ Այդ թվում ճիշտ, սխալ իրեն հետաքրքիր չի։ Ես էլ մենակ մոլոր չեմ կարող ապստամբեմ։ Հասկանում եք։ Ես չեմ կարող դիմադրություն ցույց տամ։ Ինչ կարող անի քաղաքացին։ Միայն բարոյական ճնշում գործադրի։ Ուրիշ ոչինչ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք
նախադեպային որոշումներ կան, որոնք ասում են, որ եթե պաշտոնյայի նույնիսկ զրպարտիչ խոսքը ասե, էլի չես կարող զրպարտելու համար այդ հաշտարակ քաղաքացուն, որտեղ նա բարոյական ճնշում է գործադրում, այդ թվում չափազանցնելով զրպարտության հետ նույն արդեն արվով գնացող քայլերի հասնելով, բայց այդ է իր ճնշման միակ ձևը, նա միայն կարա հայոյի, հետևաբար, եթե վաղը ես եմ դառնում պետական այր, ու ինձ հայհոյում են ուրիշ ձև, չէ, ես չեմ կարող ասեմ, գնացեք բռնեք այդ մարդկանց, խի է ինձ հայոյի, աշկիտ, ճիշտ արե հայոյելա, լավ արե հայոյելա, այդ իր իրավունքն է, այդ իր ազատությունն է, բարոյական ճնշում գործադրել իշխանությունների վրա, այդ թվում ինձ վրա, եթե ես եմ իշխանություն, յուրաքանչյուր մեկի վրա, եթե մարդիկ իշխանություն են, դառնում եք իշխան, դառնում եք պետ, հաշվի առեք, այ ընկեր, դա այդպիսի բան է, իսկ եթե դու այնքան մանրախնդիր ես, այնքան այդպես փոքրոքի ես, որ դրա վրա դու պետք է հետապնդում կդաս այդ մարդու մոտ, դե ամոթ քեզ փորձել են քրեականացրին, հետո հանեցին, չէ, այսինքն ճանապարհը դուք իքները տանցել եք, տեսել եք, որ չի կարելի։ Մի քիչ այն մարդ մեծ եղեք, մի քիչ բարձր եղեք, ու կամ հրաժարվեք այդ հարկադրման մանդատներից, այդ մանդատներից հրաժարվեք, գնացեք նստեք ձեր խոհանոցում, ես կգամ կնստեմ ձեր տեղը, դուք ինձից ընդեք կհայոյեք, ձեր բերանի եկած հայոյանքը կհայոյեք։ Թե ընդ մի շունը հաչ է, թե ընդ մեկը հայոյում է, ինչ տարբերություն։ Այդքան մեծ եղեք, ամեն շան հաչոցի վրա ֆռում դուք եք հաչում, տեսեք ինչ եմ ասում։ Ես էլ ուզում եմ իրանց կողմից խոսամ։ Ով որ իշխանությունն է, ում հայոյանք է, այ իշխանություն։ Վաղը անցյալի ներկայի ապագայի։ Դուք ամեն շուն որ հաչում է, ֆռում իրան հետը հաչում եք, չէ։ Այդ համեմատությունը Սա քաղաքացուն չէ, սա ես ասում ինչքան բարձր պետք է քաղաքացուն չէ, դա հակեց հայոյանք տվողին։ Հիմա ինձ հայոյանք տվողին, ես ինչ անեմ։ Ամեն ինձ հայոյանք տվողին, ես եթե չվերաբերվեմ այդպես, որ շուն է հաչում, հասկանում ես։ Ինչ անեմ։ Գնամ ամեն մեկի հետ հաշիվներ պարզեմ, դուք պատկերացնում ես այդ ինչա։ Հաշիվներ պարզելու մասին չի խոսքը, բայց երբ որ պաշտոնյային քննադատում են, երբեմն էլ ոչ նորմատիվ երբեմն հայոյանքով պաշտոնյան էլի ասեցի, իրավունք չունի պատասխանի, որտեղ քաղաքացի, բայց պաշտոնյայի կողմից էլ պետքա ինքը ավելի բարձր լինի այդ հայհոյողի, այդ մակարդակից ասեմ, իրավիճակից ասեմ, նա եթե այդքան բարձր չի, ուրեմն դա նույն բանն է, որ գնացել, այդ դեպքում ասում, թողեք այդ մանդատը, իջեք այդ ամբիոնից, եկեք խոհանոցում նստեք խոհանոցի սեղանի առաջ, վերցրեք հեռախոսը ձեր համար հայոյանք գրեք։ Պարոն Մանեսյան, դիմադրության իրավունքի մասին խոսեցիք։ Դուք մի հարցազրույցում նշել եք, որ անդրադառնալով այսօրվա իրողություններին, եկեղեցու դեմ արշավին նաև ընդգծել եք, որ ըստ երևույթին սահմանադրական կարգն են տապալում։ Հիմա այս պայմանների վերաբերյալ նշել եք, որ եթե մենք ունենայինք իրավագիտակից ժողովուրդ, ապա մեր ժողովուրդը 1 րոպե այս իրավիճակը չէր հանդուրժի։ Հիմա ըստ ձեր բանաձևի, քանի որ մեր ժողովուրդը հանդուրժում է այս իրավիճակը, ապա այնքան էլ իրավագիտակից չէ։ Հիմա վերադառնամ առաջին հարցին, երբ դուք ասում եք շատ կարևոր է, թե ժողովուրդը ինչ կանի ընտրության հաջորդ օրը։ Բա այս ոչ այնքան բավարար իրավագիտակցություն ունեցող ժողովրդից դուք ինչ սպասելիքներ ունեք, որ կկարողանա բավարար ուժ գտնել, գիտակցել եւ ռեսուրս հայթայթել կեղծված ընտրություններում մանդատ ստացած իշխանությանը զրկել մանդատից։ Տեսեք, ընտրություններին մասնակցելը, դա այսպես ասած անշարժ բան է։ Միտինգ անելը, բողոքի ակցիան, դա ընկերոջս բառապաշարով ասեմ, Գևորգյան իշխանի, դա շարոտ բան է, էլի։ Հիմա նայեք, եթե մարդուն ասում ես, օրինակ, ես կհավաքեմ 100,000 մարդ եւ մեծ բողոքի ալիքով, խաղաղ անհնդանսանդության կոչերով, այս իշխանություններին կստիսվեմ հրաժարական տալ։ Ենթադրենք, մեկը այսպիսի բան է ասում։ Հիմա կողքը Մանասյան Հայկն է, ես եմ։ Ասում եմ 100,000 հավաքող ես, հա, մոլոդեց, լսի։ Հիմա այդ հրաժարականը արդեն ավտոմատ տալիս է, որտեղ ընտրությունները, երբ որ ընտրությունն է, իշխանության ժամկետը լրանում է։ Հաշվի էտի ինստինկտյան եղավ։ Էլ դու չես տիպում, որ հրաժարական, ինստինկտյան ժամկետը լրացավ։ Էսի մեկ, տես ուղակի ընտրություններն իրենց, ինչ մի հատ այսպես անշար ինստինկտյան բոնուսներ է տալի։ Երկրորդ, ոչ թե պետք է հրապարակում հավաքվեն ամբողջ օրը մնան, հետո մյուս օրը մնան, ուղղակի պետք է դիվանից վեր կենան, այդ օրը չալարեն, այդ օրը լինում է հիմնականում ոչ աշխատանքային օր,
Չալար է դիվանից վեր կենան, ասելով, խոսալով, միգուցե պաղպաղակ ուտելով հունիս ամիսնա լինելու։ Գնան ընտրատարած, մտնեն 2-3 րոպե իրենց նեղություն տան, մի հատ պտիչկա են դնում թղթի վրա, անվնաս, անշար, գցում են ծրարը ու դուրս են գալի։ Այսքան բան։ Բա եթե կեղծեն։ Եթե, տեսեք, այսքան տեղ չեն կեղծել, կեղծելու են ադմինիստրատիվ ռեսուրսով, լրատվական դաշտը մենաշնորելով, հնարավոր դիմադիրներին բանտարկելով, գործեր հարուցելով, գործեր սարքելով, կամ գործեր չեն սարքում, ընտրովի արդարադատություն են անում, մեկի վրա 10 տարի կամ 7 տարի գործ կա, այդ 7 տարի սուս են մնում, գալիս են 8-րդ տարում վերջի օրին, երբ որ իրենց արդեն էականորեն խանգարում է։ Ասենց էլի գաղտի ձայնագրություններով, վարկաբետելով, հիմնականում վարկաբեկելով սեռական ինչ-որ հողի վրա, որտեվ ավելի այլ մեղադրանքներ կարող է մարդը ժողովուրդ հետ քանել վարկաբեկիչ չընդունի, ու ասենց էլի, սենց բաներ են անում։ Այս սրանով են անելու ավելի շատ, քան թե այդ կոնկրետ, բայց եթե 100,000 հրապարակում կարող ես հավաքել, ուրեմն տներից գնացող մի 3-400,000 մարդ կարող ես մոբիլիզացնել։ Գետնի վրա։ Ընտրատարած գնալու համար, այդ հանգիստ իրենց համար ման գալով գնալու համար։ 100,000 մարդմա ով է կարողանում մոբիլիզացնել։ Ենթադրենք դիցուկ, այսինքն այն ով որ ասում է եկեք հեղափոխություն անենք այսպես ասած, ես ասում ստոպ, ալտերնատիվը սուս սպասի, թող ընտրությունների օրը գա, այդ 3-400,000 մարդուն տար, հասցրան դրա, ամբողջ մի ամիս դրանից առաջ 1-2 ամիս եթերը խոսում ընտրությունների մասին, իշխանության փոփոխության մասին, արդեն ոչ թե իրենք մի խոսքով լիցքավորված է ժողովուրդը քաղաքականապես, ընտրությունները դա ուղղակի հենց այնպես դա մի օր չի, դա շրջան է որոշակի, դա շատ լուրջ շրջան է, որից պետք է առավելագույնս օգտվել, եւ ահա այս ժողովուրդը, որ ասում եք հույս ունեք, որ ժողովուրդը, այո, հույս ունեմ, որ այն ժողովուրդը, որ հիմա դիմադրություն ցույց չի տալիս, այդ օրերին կարա առանց դիմադրության կամ կոնֆլիկտի մեջ մտնելու, առանց հակադրվելու, ուղղակի գնա մի այսպես պտիշկա դնելով ահռելի մեծ փոփոխություն առաջացնի։ Ասեմ այդ փոփոխությունը։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանին եւ իշխող ուժին պետքա պարլամենտի 2/3-ը, որպեսզի ըստ օրենքի իրենց սահմանադրության նախագիծը կյանքի կոչեն։ Այս ամենը գնում է սահմանադրության նախագիծը կյանքի կոչելուն։ Ես մի քանի օր առաջ մեր գործող սահմանադրության առաջի գլուխը, որ կոչվում է սահմանադրական կարգի հիմնական դրույթները 22 հոդված, ցույց է տվել, որ այդ 22 հոդվածից մոտ 15 հոդվածը խախտված է գործող իշխանության կողմից։ Եվ այդ խախտումների մեջ են մտնում, առաջի հասկի թվում է թե այսպես անմեղ բան է, օրինակ պատմական Հայաստանի խոսույթը, դա սահմանադրության մեջ արձանագրված արտահայտություն է, որը պիտի փոխվի մյուս սահմանադրության մեջ չլինի։ Արարատը, եկեղեցին, այն ամենը ինչ ամեն օր խոսվում է, մամուլի ազատությունը, քաղաքացու իրավունքները, իշխանության թևերի բաժանում հակակշռում, այն ամենը ինչ այսօր խախտվում է, դա նախերգանքն է, նախապատրաստությունն է այն սահմանադրության, որը պիտի ներկայացվի մեզ իբրև ավելի լավը քան սա, եւ միգուցե ինչ որ մի տոկոսով ավելի լավը լինի, մի տոկոսով։ Շատ լավ, պարոն Մանասյան, դուք ասում եք, որ կամ այս իշխանությունը քաղաքականությունից դուրս կգա։ Հազար ներողություն, մի րոպե, հարցդ մի րոպե։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ, ոչ թե Նիկոլ Փաշինյանը հաղթանակած դուրս կգա, եթե օրինակ անցնի պարլամենտ կամ 50+1%, նրան պետք է 67% ձայն, որպեսզի նա հաղթանակած լինի։ Եվ եթե ոչ Նիկոլ Փաշինյանական ընդդիմությունը 34%, այսինքն 1/3 ձայն հավաքեց, 34% ձայն հավաքեց, բոլորը միասին վերցրած։ Նիկոլ Փաշինյանի սահմանադրությունը արդեն հաստատվելու խնդիր ունի։ Այս սա արդեն իսկ հաղթանակ է։ Հետևաբար ընդդիմության համար 1/3 ձայն հավաքելը պարլամենտում 34%-ը հավաքելը կամ 33% պլյուս ինչ-որ 33 ու 34% ձայն հավաքելը դա արդեն հաղթանակ է։ Այսինքն դուք մի մտածեք, որ եթե 35%-ով անցանք պարլամենտ, մնացած բոլոր ուժերը միասին, դա լինելու է պարտություն, Նիկոլը հաղթեց, ոչ չի հաղթե։
նա պետքա նրա հաղթանակ է սահմանադրությունը բերելն է, իր նոր սահմանադրությունը հաստատելն է։ Ու դա հնարավոր չի, եթե նա չունի 2/3 Եթե ձայները։ չունի մեծամասնություն։ Պարոն Մանասյան, տեսեք, սրա վերաբերյալ ասում եք կամ սրանք դուրս կգան քաղաքականությունից, կամ Հայաստանը գոյության շանսը կկորցնի։ Ես թեզ բան եմ ասում։ Այո, ես ձեր հարցազրույցները դիտել եմ, այո։ Չէ, Կարող եմ դժվար գտնել անգամ հատվածը։ Չէ, նո հատվածը հետաքրքիր կարող է ինչ որ մի բանի կոնտեքստում ասում եմ, բայց գիտեք ոնց Գիտեք հարցս ինչին է վերաբերում։ Հասկանալի է, որ այս մարդ, անգամ եթե նման բան չեք ասել, թե ասեք, բայց դա չի Հայաստանի տեղը միշտ մի բան լինելու է։ Այսինքն քաղաքական Հայաստան չի։ Միշտ մի բան լինելու է, այո, ոնց որ կոպիտ ասած եղել է հիմա Թուրքիա է։ Այդ Թուրքիայից առաջ այդտեղը դատարկ չէր, դա Բյուզանդիա էր։ Բյուզանդիայից դա Հռոմ էր, Հռոմից առաջ չգիտեմ, հունական քաղաք-պետություններ էին։ Դրա մասին չի հարցը, այլ նրա մասին, որ այս իշխանության համար իշխանություն չկորցնելը կենաց մահու խնդիր է։ Էգզիստենցիալ հարց է եւ այդ պայմաններում իրենց մոտիվացիան պահելու այդ իշխանությունը մի քանի անգամ ավելի բարձր է։ Այ հարցն նա է, թե ընդդիմությունը որքանով է այդ պայքարը ընկալում էգզիստենցիալ։ Տեսեք, ընդհանրապես իշխանության պայքարը էգզիստենցիալ է։ Դա կենսաբանորեն է էգզիստենցիալ։ Ես ուզում եք մի քիչ խորը ասեմ, բայց իրանց կօգնեմ, կոնսուլտացիա կլինի։ Կենսաբանորեն իշխանության համար պայքարը դա միշտ կենաց մահու պայքար է։ Չէ, պիտի ասեմ։ Ուրեմն, բայց շարունակություն կա։ Տեսեք, երբ որ կենդանիները իրար մեջ ընտրում են առաջնորդ, այդ գալիս են թե բախվում են կոտոշներով, ճակատներով, թե պոզերով են քաշքշում, թե արջերն են իրար հարվածում, կծմծում, թե առյուծներն են պայքարում, էական չի, թե գայլերը, չգիտեմ, գայլերի մեջ ավելի քիչ է։ Երբ որ դա ընտրում են նրան, ով պիտի վտանգի պահին կանգնի առաջին գծում։ Այդ առաջնորդը, դա առաջնորդը չէ թիկունքում բունկերում նստած, մյուսներին ասում է գնացեք թիվը դզեք 5000 դզվավ, հա լավ հերիքա, բանը, արդեն ասեք որ բանը, չենք կարող պահենք, ցավոտ զիջումների պիտի գնանք, բայց քանի այդ զոհերի թիվը չի դզվել, դե ստատիստիկան ու կոնսուլտանտները միգուցե ես հենց վարկած եմ առաջ քաշում, գցե բռնել են, որ այս ժողովուրդը հələ խելքի չի գա, մի 5000 պետք է վսոտքի խելքի գալու համար, միջև այդ հələ պայքարելու ջիղը չի մարում։ Առաջնորդը դրա համար է կենաց, այսինքն նույնիսկ երբ որ այդ առանց իրար արյուն թափելու կամ թեթև վնասվածքներով կենդանիները իրար քաշքշում կամ կծմծում, դա նրա մասին է, որ լինելու է մեծ իսկական անձնազոհության օրը գալու է, ու ով է մեզանից պատրաստ անձնազոհության։ Հասկացաք ինչ է ինքը էգզիստենցիան։ Նա կենաց մահու կռիվը ամենաանձնազոհին ընտրելու համար։ Ես դա հասկանում եմ, պարոն Մանասյան։ Հիմա մեր պարագայում իրանք ներքին քաղաքական պայքարում շատ բնական են իրանց, կենսաբանորեն իրենց ճիշտ են պահում։ Անձնազոհին ընտրելու համար չի դա, ցավոք, այսինքն ներսում կյանքի մահու պայքար է, ով պետք է բունկերում պահկվի, հասկացաք, այդ բունկերում, որովհետև եթե իշխանությունը փոխվեց, նրանք դատարանի առաջ են կանգնելու, չեն կարա չկանգնեն, ու հիմա ինչի իրանք թքած ունեն այդ դատարանում այդ հոդվածը, օրինակ, հա, բանը, ասենք Ամերիկայում տես բան կա, չէ, 100 տարի, 500 տարի մարդուն դատապահ, 500 տարի տալիս են, ցմահ չեն տալի, 500 տարի են տալի, չգիտեմ, այդքան գումարային ստացվում է։ Հիմա այդ մարդուն 500 տարի ես տվե, 800 տարի ես տվե, թե 100 տարի ես տվե, նույն բանն է, ինքը ցմահ է գնում, այսպես ասած, առանց բողոքարկման հնարավորության։ Հիմա այս մարդիկ այլևս մեկ է, իրանք գիտեն, նույնիսկ այդ հանձնաժողովի զեկույցը, հանձնաժողովի զեկույցը պատերազմի հետաքննող ուղարկեցին արխիվ, չհրապարակեցին։ Նույնիսկ այդ իրանք էին գրել, իրանց ձեռքով էին գրել, իրանց ուզած մարդիկ էին գրել, մեկը չհրապարակեցին։ Այսինքն իրենք գիտեն, մեկը ցմահ է, հա։ Մեկը ցմահ է լինելու։ Հիմա կամ իրանք շարունակեն ազատության մեջ մնալ իշխանության, կամ իրանք իշխանությունից ընկան, իրանք կորցնում են ազատությունը, կամ դառնալու են վտարանդի, տարագիր, ստեղ-ընդեղ փախնելով, անունը փոխելով, անձնագիր փոխելով, պլաստիկ օպերացիաներ անելով, փորձելու են պահկվել։ Այլ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, միգուցե հիմա ես ֆանտաստիկա եմ պատմում շատերիդ համար, բայց ուշադիր,
մի պահ սթափվեք ու ասեմ այլ ընտրանք չկա, ուրիշ ձև չի լինելու, ով էլ գա իշխանության, կամ իրանք են, կամ իրանք դատված են, կամ իրանք փախած են, ուրիշ ձև չկա, եթե կա, երրորդ սրոկն է արդեն գնում, 2 ժամկետ 8 տարի իշխանավարել է, երրորդ ժամկետ են գնում, մի հատ է սահմանադրություն են փոխում, նոր հələ վերահիմնադրում են երկիրը։ Դուք շատ կարևոր հարցի անդրադարձաք առաջնորդության հարցին եւ ասում եք վաղվա առաջնորդներին փնտրեք մեր սերնդի մեջ։ Համարում եք, որ ձեր սերունդը առաջնորդական սերունդ է, խորհուրդ եք տալիս ձեր սերնդի մեջ փնտրել առաջնորդներին։ Ես հարց ունեմ։ Առաջնորդին ոչ թե փնտրում են, այլ առաջնորդը այդ որակները դրսևորում է եւ ի հայտ է գալիս։ Եվ ըստ երևույթին ոչ թե սպասում է, որ ինչ-որ բաներ կատարվեն, որ ինքը գա ցույց տա իր որակները, այլ ինքը կարողանում է գեներացնել process-ներ, այդ process-ներում ցույց տալ իր որակները, դրսևորվել եւ հռչակվել, ընտրվել իբրև առաջնորդ, ընկալվել իբրև առաջնորդ։ Հետևաբար սա կարևոր հարց է, ոչ թե պիտի casting հրավիրվի եւ քննենք ով է առաջնորդը, այլ այդ մարդը ինքը պիտի հայտնվի։ Մեկ եւ երկրորդ գուցե լեզվական ինչ-որ ուղակի շարադրանքի հարց է, բայց ինչու վաղվա առաջնորդներին։ Այսօր է մեզ առաջնորդություն պետք։ Այսօրվա առաջնորդները իրենց ծև գործը անում են, էլ ինչ այսօր, ինչ լինի վաղն է։ Մեզ այլ առաջնորդ է պետք այսօրվա համար։ Նախ սերնդի համար, որովհետեւ ավակ սերունդը իրոք թոշակ գնալու է։ Ավակ սերունդը կարա լինի խորհրդատու, կարա լինի ավակ ընկեր, բայց ավակ սերունդը այլևս առաջնորդելու իրոք իրենց հերիքա, ինչքան առաջնորդել են կամ ինչքան չեն առաջնորդել հերիքա։ Հիմա արդեն մեր սերունդ ես 45 տարեկան եմ, ես խոսքը ասեմ 50-55 տարեկանների մասին եմ ասում, դա փոքր տարիք չի էլի, այսինքն բա ինչ ասեք 25 տարեկաններին ասեմ, այսինքն ուզած չուզած, ես դա խնդիր չեմ այսինքն մենք ոչ թե առաջնորդների սերունդ ենք, չնայած էդ էլ կա, բայց դա արդեն մի քիչ ավելի գեղարվեստական հարցի կողմն է, որ մենք այն սերունդն ենք, որը եւ այլն։ Եվ ոչ միայն մենք, ես 89-ին եմ, 80 թվին եմ ծնվել, բայց ես այդ օրինակը այսպես եմ բերում, ասում 90-ականներին ծնված 90-ականներին, ինձանից 10-15 տարի հետո ծնված երեխաները, դրանք առաջին Արցախյանը հաղթանակած հայրերի եւ այդ ցուրտն ու մութը իրենց կամքով ու ջանքով հաղթահարած մայրերի սերունդն են, այն նրանցից են սերում, ես նրանց եմ ասում որպես հատուկ ազնվական արյունով սերունդ, եթե անկեղծ, ես նրանց եմ, այդ նրանք են, ասում եմ չի կարա այդ հղացումը, որ այդ անձնազոհ հորից ու այդ տիտանական ջանքեր գործադրող մորից էր լինում այդ գիշերը, այդ հղացումը չի կարա, կներեք սուրբ ծնունդ չլինի հասկանում եք, այդ Վահագնի ծնունդի պես մի բան է երկներ երկինք, երկներ երկիր, երկներ եւ ծովն ծիրանի, այդ տեսակ ծնունդը, բայց դա 90-ականների ծնվածն է, ես 80-ին եմ ծնվել։ Համենայն դեպս սա չի կարա, ես ասում եմ չեն կարա, մեր չի չորացել ազգի արգանդը, էլի անհնար է, դա վերջ առաջ լինելու է։ Այդպես Ինչու ահա այս սերունդը եւ ինչ եմ ես ասել ու կրկնում եմ այդ եւ մյուս բաժինը հարցի ոչ թե պիտի փնտրենք որ պիտի նրանք դրսևորվեն ուշուշ են գալիս բայց ոչ ուշացած գալիս են նրանք ճիշտ ժամանակին եւ ժամանակից առաջ են ընկնում ու դրա համար չեն դերում նրանց հատկապես այս վերջի դրվագ ու դրանց այդ առաջնորդները ավելին ասեմ մի հոգի չի որ եկել է ժողովուրդ դուք չեք ներում նրանց որտեղ նրանք ժամանակից առաջ են ընկնում Դուք չեք ներում նրանց, ախր մեր ժողովուրդը, արդյոք սկիզբը գիտես որտեղ է, ժողովուրդ պետությունը դա, դուք պետություն ուզում եք, նայ, մենք սիրում ենք, մենք օրենքով հարաբերվել չենք սիրում, մենք սիրում ենք ավանդույթով հարաբերվել, մենք ինստիտուցիոնալ կապեր չենք սիրում, այսինքն ինստիտուցիոնալ քաղաքակրթական կապեր, մենք սիրում ենք համայնական կապեր, անձնապ ճանաչում են երկու հոգի իրար հետ շփվում են, եթե երրորդ անծանոթի հետ է շփվում, ապա ինչ որ միջնորդ կա,
միջնորդ կա, որ ընդհանուր ծանոթներ, այսինքն մենք քաղաքակրթական ինստիտուտներից չենք սիրում օգտվել, օրենքը որպես կարգավորիչ չի, ավելի նույնիսկ շուկան մեր միջև տնտեսական հարաբերություններ չի կարգում, շատ հաճախ մենք փոխօգնությամբ ենք փորձում իրար լավություն անել, այսինքն ես քեզ դու ինձ ինչ որ մի լավություն, ինչ որ մի օգնություն, բայց տնտեսական ամոթ, ասենք փողից խոսալն ամոթ է կամ փողով հարաբերվելն ամոթ է։ Մենք արդյոք ուզում ենք այդ քաղաքակրթության այդ քաղաքականության այն քաղաքից եկող, էլի պոլիսից եկող, քաղաքպետությունից եկող։ Մենք դա ուզում ենք, մենք առաջնորդ, որ ասում ենք, ինչ ենք պատկերացնում, միտքս հասկանում, մենք հասկանում ենք, որ դա պիտի լինի այդ պետության առաջնորդ, դա այդ պետությունը որն է, մենք ինչ տեսակ պետություն ենք ուզում։ Ես հաղորդումից առաջ ասի, մենք հիերարխիկ կառուցվածք ենք ուզում, մենք այտենց ենք պատկերացնում, բայց չէ որ նորմալ պետությունը մանավանդ դեմոկրատական դա հետերարխիկ հարաբերություններ են, գոնե ամեն մակարդակում, եթե նույնիսկ հիերարխիան կա, այդ հիերարխիան անպայման խիստ գործում է հետերարխիկ հարաբերությունների վրա, հորիզոնական հարաբերությունների վրա, փոխադարձ զսումների եւ համակշռումների կամ հակակշիռների մեխանիզմների վրա։ Մենք այդպեսի բաներ չենք ուզում, մենք գիտեք ինչ ենք ուզում։ Մենք սրբերի ազգ ենք, ուղղակի իշխանություններն են պիղծ, պետքա բերենք սուրբ իշխանություններ ու բոլորս լավ կապրենք։ Տենց չի լինում։ Այս մեկը լավն էր, բայց ընթացքում փչացավ։ Այս մեկը բերեցինք, հեսա օ ինքը վերջը մեզ խափեց։ Չէ, ժողովուրդ, տենց միշտ է լինելու։ Միշտ առաջնորդները դինելու են որոշակի թերություններով եւ ժողովուրդն էլ միշտ ունի էական ու անուղելի թերություններ։ Ինչպիսի համակարգ ստեղծենք, որ ներդաշնակ համակեցություն եւ նույնիսկ համագործակցություն ձևավորվի։ Այս ոչ սուրբ բազմաթիվ թերություններով, բայց միևնույն ժամանակ առավելություններով մարդկանց միջև։ Այդ համակարգը, օրինակ ես շատ դրանից եմ խոսում ամենաշատը, ու օրինակ այս համակարգն է բերելու այդ առաջնորդներին ու առաջնորդ էլ չի լինելու։ Մի հոգի առաջնորդով չի լինում, այ ընկեր, ասում եմ վաղուց դուրս եկեք այդ ցեղախմբային բանը։ Ես հակառակը չեմ պնդել։ Դա առաջնորդների սերունդ։ Դա առաջնորդներ են լինում, որոնք ամեն համայնք, ամեն գյուղապետարան կամ համայնքապետարան քաղաք մի գործադիր պիտի ունենա, մի քանի հոգի ավականի պիտի ունենա։ Ամեն ռեգիոն կամ մարզ կուզեք ասեք կամ շրջան պիտի ունենա իր ավականին եւ գործադիր։ Ամբողջ պետությունը, ամբողջ պետությանը պիտի լինի գործադիրի ղեկավար եւ պիտի լինի պարլամենտ այդ ավականին։ Առանձին ամեն օղակում պետք է լինի դատական դատավորներ, որոնք անկախ են, գիտեք, լիդեր պիտի լինի։ Դատա անելու համար նա լիդեր պետք է լինի, լիդեր, այսինքն այն մարդը ում չեն կարողանում ճկեն, հնազանդեցնեն, կաշառեն, վախացնեն։ Դուք պատկերացնեք ինչքան լիդեր է պետք։ Պատկերացնում եք այդ լիքան լիդեր մենք մի հոգու ենք ման գալի, դրա համար երբեք չենք գտնելու։ Եթե դուք ման գաք այն լիդերներին, որոնք տեսակ ինչքան պոստեր կա որ պիտի, հələ չհաշված ուսուցիչներ, մյուս, որոնք էլի պիտի լիդեր լինեն։ Եթե ման գաք, իրանց ման գաք, հաստատ կգտնեք։ Պարոն Մանասյան, դուք խոսում եք քաղաքական ազգ դառնալու կարևորության մասին։ Սա այն հարցն է, որը իսկապես շատ կարևոր է, որովհետև քաղաքական ինքնությունը ինքնին ռեսուրս է, պայքարի լուրջ գործիք է։ Եվ այս թեման ամենաշատը պիտի շահարկեր բարի լավ իմաստով ընդդիմությունը, շրջանառեր ընդդիմությունը եւ այդ ուղղությամբ աշխատի ընդդիմությունը։ Եվ ոչ միայն ընդդիմությունը, բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն քննադատական մտածողություն եւ Հայաստանի մասին հեռանկարներ, անկախ Հայաստանի, հա։ Եվ տեսեք, բայց որպեսզի քաղաքական ազգ դառնանք, իդեպ դրան ամենաշատը կուզեն խանգարել այն երկրները եւ այն գեոպոլիտիկ ուժերը, որոնք չեն ուզում, որ ի վերջո լինի քաղաքական Հայաստան։ Սուբյեկտայնություն։ Եվ դրան այդ ճանապարհին շատ կարեւոր է, որ զբաղվել քաղաքականությամբ եւ շատ կարեւոր է թե ինչ որակի մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում։ Եւ կարեւոր է որ ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվելը ընկալվի խիստ բարոյական։ Տեսեք, կա քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, որը Հայաստանի համար հաստատվել է 93 թվականին։ Դրանում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք պետական գործեր վարելու, այսինքն զբաղվելու քաղաքականությամբ, ընտրվելու եւ ընտրելու։ Այսինքն քաղաքականությամբ զբաղվելը ոչ թե անբարոյականություն է, այլ իրավունք է, որը յուրաքանչյուր ոք կարող է եւ պետք է իրացնել։ Հիմա աստիճանաբար
պիտի հասնել այս գիտակցմանը, որից հետո նոր երևի թե կունենանք որակական փոփոխություն։ Եկեք մի հատ քաղաքը մի 5 րոպե 3 րոպեում, հա, թույլ տվեք։ Շատ կարևոր է։ Այդ քաղաքականություն, այդ քաղաքակրթություն, քաղաքպետություն, այսինքն համ քաղաք, համ պետություն միաժամանակ։ Պոլիսը, այդ ինչ է այդ պոլիսը։ Փորձեմ կարճ էլի։ Մարդկությունը փոքր խմբերով մենք սովորենք ընտանեկան հարաբերությունների։ Դա բացառիկ ազնիվ հարաբերություններ են ուժեղ սոցիալական կապերով։ Ընտանիքի անդամին դատի չի տալիս։ Ուշադիր։ Ընտանիքի անդամը ճաշը որ էփում է, կոֆեն դնում է, կամ որ գնում է, հողը փորում է, աճացնում է, բերում դուն, փող չի վերցնում կողքին, չէ՞։ Նրանք անում են այդ իրար համար, որպես մեկ միավոր ընտանիք։ Մի քանի ընտանիքներ իրար հետ համախմբվելով, մի քանի 100 հոգի ձևավորում են համայնք, որտեղ իրա հիմնականում գյուղերում դուք տեսած կլինեք։ Էլի նայեք, հələ քաղաք պոլիս չկա, որտեղ 3 պարամետր՝ իրավահարաբերություններ, տնտեսական հարաբերություններ եւ քաղաքական, այսինքն կազմակերպչական հարաբերություններ։ Իրավահարաբերություններն ինչպիսին են փոքր համայնքներում, գյուղերում։ Ու մեզ մոտ ավանդույթի ուժով, ավանդույթը, ադաթը։ Մեծերից եղած փորձառությունը, մեծերի ուղղություն տվածը դառնում է իրավահարաբերությունների հիմք։ Եթե տարաձայնություն ա լինում, ինչ ա լինում, ինչ որ մեծը մեկին ամոթ անգամ տալի, այն մեկին բանը մխիթարում են, ներողամտությամբ, հիմնականում ներողամտություն, որպես այդպես պատիժ չկա գյուղերում, պատիժ, փոսը գցենք սրան 20 օրով, ասենք, կալանավորը, տես բան չկա, ամոթանք տալով, ներողամտությամբ փորձում են մարդիկ իր հետ ապրել։ Տնտեսական հարաբերությունները, փոխօգնություն, ամենաշատ ապրանքափոխանակություն, դուք մի աման, ասենք, չգիտեմ, կերաս տվեցիք, ասում ես մաման ա ուղարկե, ես էլ ասում եմ մաման 20 ձույա դրել, ես էլ փող, ամենաշատը սա։ Եվ կազմակերպումը հիմնականում ինքնակազմակերպումը, հիմնականում, այսինքն ընդ հատուկ ինչ որ ինստիտուտ չկա կազմակերպելու համար։ Հիմա գնացինք պոլիս, ստեղ ուժեղ հարաբերություններ են, ընկերներ, արյունակիցներ, հարազատներ եւ բնական ինստիտուտներ են։ Պոլիսը, քաղաքը, որը պետությունն է, այսպես չի, ամբողջ 1 միլիոն Երևան սենց է ապրում։ Այ հիմա ես ինչ պատմեցի, միջև այս պահը, որը վերաբերում էր փոքր համայնքներին։ Սա մի ամբողջ մայրաքաղաք մեր ապրում է այս կյանքով, մի 3 միլիոն ժողովուրդ ապրում է։ Բայց երբ որ այս հարաբերությունները փորձում ես դնել 3 միլիոնի 1 միլիոնի վրա, չի աշխատում։ Ոնց են արել, որ արդյունավետ աշխատում է 100-200 հազարանոց կամ 1 միլիոնանոց համակարգը։ Ստեղծել են պոլիս, որտեղ նախ արդեն իրավահարաբերությունները օրենքով է, ոչ թե ավանդույթով։ Օրենքը ենթադրում է պատիժ, ոչ թե ներողամտություն միայն։ Ենթադրում է դատարան որպես ինստիտուտ։ Նայեք, օրենքի ինստիտուտ, օրենքը որպես դատարանը որպես ինստիտուտ, պատիժը որպես ինստիտուտ։ Տնտեսական հարաբերությունում կա շուկա որպես ինստիտուտ, փող որպես ինստիտուտ։ Մասնավոր սեփականությունն է ընդգծված, այնտեղ կոլեկտիվ սեփականությունը ավելի տենց ընդունելի է, որպես ինստիտուտ։ Եվ կազմակերպչական հարաբերությունների համար կա պետի ինստիտուտ։ Օրենսդիր, գործադիր, իրավապահներ, բանակ եւ այլն։ Սա թույլ ու այստեղ մարդիկ կարող իրար նույնիսկ չճանաչեն, այնքան որ իմանան, որ մենք նույն քաղաքից ենք։ Այստեղ մարդիկ իրար 7 պորտով են ճանաչում, այսինքն ոչ միայն բոլոր ապրողներն են իրար ճանաչում, այլ նաև 7 պորտ դրանից որ հետ ես գնում, բոլորին ճանաչում են։ Որ ասում ում տղեն ես, ասում ես ինչի տղեն, արդեն ամեն ինչ գիտի այդ ցեղի մասին։ Այստեղ կանան նույնիսկ չճանաչեն։ Այսինքն համայնքը գյուղը, բնականը դա ուժեղ սոցիալական կապերով եւ թույլ մասշտաբային ինստիտուտների առումով թույլ ինստիտուտներով համակարգ է։ Պոլիսը դա թույլ սոցիալական կապերով, այսինքն կապ չունի աղբերս, անգերս, օրենքը սենց է ասում, վերջ։ Թույլ սոցիալական կապերով, բայց ուժեղ մասշտաբային ինստիտուտներով համակարգ է։ Այ քաղաքական ազգը դա այն ազգն է, որը այս վիճակից կառուցել է այս վիճակը։ Մենք մի միլիոնոց քաղաքում հələ չենք հասել, դեռ չենք հասել այս ուժեղ ինստիտուտների,
տնտեսական, իրավական, քաղաքական, պետական ինստիտուտների հասարակական այս ուժեղ ինստիտուտների գոյությանը չենք հասե։ Քաղաքական ազգը այսպես է կազմակերպված, այս մեծ ինստիտուտներով, մասշտաբային։ Մենք մշակութային ավելի շատ այս համայնքային պատկերացումների վրա ենք։ Ժողովուրդ ստեղ պետք է գանք։ Այս սրան պիտի գանք։ Ես փորձեցի շատ մի հատ բարդ թեմա մի քանի րոպեում շատ պարզ բացատրել, բայց մինչև մենք չենք եկել, որ հասկանանք, որ ինստիտուտը ավելի կարևոր է, քան մեր արյունակցական կապը, ինստիտուտը ավելի չէ, ոչ թե ավելի կարևոր է, այլ ինստիտուտը շատ կարևոր է։ Այո, արյունակցական կապով չես կարող ասես, դե լավ ընկեր, հիմա ես իմ բարեկամն արի հերթը խախտեմ։ Ես իմ վրա եմ օրինակ վերեմ։ Այս հերթը խախտեմ, երկու հիվանդ սպասում է, բայց ինքը նոր, բայց իմ ընկերն է, իմ աղբեր։ Չէ, հակառակը։ Հենց իմ ընկերն է, իմ աղբերն է, ասում եմ լսի։ Ես այստեղ ոչ մեկին չեմ կարող սպասացնեմ քեզնից բացի։ Թույլ տուր ես բոլորին ճանաչեմ, հա, ասում է Հայկ ջան, արդեն գիտեն, էլի հարց չկա։ Որտեվ ես միայն իմ հարազատին, իմ սիրելիին կարամ ասեմ, խնդրում եմ դրությանս մեջ մտի, սպասի, մինչև այս մարդկանց օտար են այս մարդիկ ճանապարհը, այսինքն նույնիսկ եթե օգտագործում ես ուժեղ կապերը, հարազատական կապերը, ինստիտուտները ամրացնելու համար։ Ինստիտուտների։ Շնորհակալություն եւ վերջում պարոն Մանասյան։ Տեսեք, վերջին ժամանակներում տեղի ունենում մի բան, որի պակասը կա ժամանակ առաջ։ Հիմա կա տենդենց որպես վարչապետի տեխնացու առաջադրվելու եւ դրանից չխուսափելու կոմպլեքսներ չունենալու այդ հարցի վերաբերյալ։ Օրինակ դուք եք առաջադրվում։ Ես ամենասկզբում եմ, հələ մեկին ասեք, որ ինձից առաջ ասե։ Երևի ոչ մեկ։ Բայց ինձ լավ չհիշեմ։ Բայց այդ տենդենսը դուք եք կարծում եմ հիմա տեսնում։ Ու նորմալ է։ Իհարկե, դա ինչով է պայմանավորված։ Քաղաքականությամբ զբաղվելու պահանջը պայմանավորված է Հայաստանի հանդեպ այդ մեծ պատասխանատվությամբ ու սիրով, թե սա ընդհանրապես ընտրություններից առաջ նախընտրական մոտիվացիա է։ Ինձ համար դժվար է դա ասելը, օրինակ երբ որ ես հայտարարեցի, որ ես ուզում եմ դառնալ վարչապետ, ասեցի վարչապետ կամ կաթողիկոս իդեպ, այսինքն առաջնորդեմ ժողովրդին, ասել եմ այն սիտուացիայում, երբ որ ասեցին դու երևի նպատակ ունեիր լինել առողջապահության նախարար, ասի չէ։ Ու որպեսզի համոզվեմ, որ ես համեստություն չեմ անում, ես շատ անհամեստ հայտ ներկայացրեցի, որպեսզի համոզվեմ, որ ես որ ասում եմ առողջապահության նախարար, իրոք մտադրություն երբևէ չեմ ունեցել, իրոք չեմ ունեցել, էլի։ Բայց կաթողիկոսի հետ կապված կարող է համագործակցել Փաշինյանի հետ։ Ոչ մի դեպքում, ոչ մի հարցում Փաշինյանի հետ չեմ համագործակցել։ Միակ դեպքը, որ Փաշինյանի հետ կհամագործակցեմ, երբ որ մենք ճանապարհ գնանք, այդ թվում մեր սահմանադրության նախագիծը ներկայացնենք, Փաշինյանը իր ուժին ուղղակի քվեարկելու մեր սահմանադրության օգտին։ Միակ դեպքում այդ իրանց քայլը մենք կընդունենք, այսինքն մնացած ոչ մի դեպքում համագործակցություն չի կարող լինի։ Եվ էլի շատ-շատերի հետ այսպես կարող համագործակցություն լինի, եթե մենք մեր ճանապարհը, մեր ուղղությունը ներկայացնենք ու իրանք համաձայնվեն դրա հետ եւ իրենց քվեն տան, իրենց ձայնը տան այդ ուղղությանը, այս դեպքում համագործակցենք։ Ուրիշ դեպքում ոչ մի դեպքում շատ-շատերի հետ համագործակցություն հնարավոր չի։ Բայց երկրորդ դա ազնիվ է, հատկապես այն ուժերը, որոնք մեծ շարժում են ձևավորել, արդեն ահագին հրապարակային, բայց չեն ասում ում են իրանք, էդի ազնիվ է ժողովուրդ, ընդհանրապես ազնիվ են ասել թե։ Հա, ազնիվ է ասել, ասեք ում նկատի ունեք, որտեվ կարող է այդ ասելուց հետո էլ չձևավորվի, բայց դուք այս գլխից ասեք։ Եվ երկրորդ, ես գնում եմ, ասենք, չգիտեմ, ես ուզում եմ ձեզ հետ համագործակցեմ, բանակցություններ ենք վարում, այդ հարցը մնում է օդում կախված։ Վերջը այդ ո՞նց է որոշվելու։ Մենք կարող է 3 ամիս մենք իրար հետ բանակցենք, հայտ ներկայացնենք, միասին միջոցառումներ անենք, հարցազրույցներ տանք, մեկ է մի օր մի հատ այնպես տեխնացուի վրա է գալի մեր ընդհանուր որոշումը կանգնում, որ ոչ մի ձևով դա հնարավոր չի, անտանելի է, դա հնարավոր չի ընդունել։ Այսինքն ստացվում է սկզբանե չքննարկածը, երբ որ այդ հարցը դեռ չես պարզաբանում, ու սկսում ես քաղաքական ճանապարհ անցնել ինչ որ ուժի հետ, դա խանգարում է, թեև երբ որ չես քննարկում մոբիլիզացիայի ավելի մեծ ռեսուրս կա, բայց ժողովուրդ այդ մոբիլիզացիան մի օր կարա տրակի ուղակի, հենց մենակ այդ վարչապետի տեխնացուի անորոշության հարցում։ Բայց եթե պարոն Մանասյան ճանապարհ եք անցնում, այսինքն գաղափարապես համակիրներ եք։ Եթե գաղափարապես համակիր են, թող ասեն ինչ գաղափարախոսության ջատագով են։ Այսօր նացիոնալիստը, չգիտեմ, լիբերալի հետ կամ չգիտեմ, ընդհանրապես չգիտեմ, պահպանողականի հետ, կոնսերվատիվ մեկի հետ, մեկը չգիտեմ, պրոգրեսիվ եսի մեկի հետ, ձախական աչականի հետ, ով ում այդ պատահի, միայն անձերով պայմանավորված, գաղափար չկա, գաղափարախոսություն չկա։
հայաստանյան քաղաքական կյանքում գաղափարախոսությունը համարվում է ավելորդ թիթիզություն։ Թույլ տվեք մի պատմություն պատմեմ սրա վրա ու երևի թե ավարտենք։ Հիվանդանոցում եմ աշխատում, դե անընդհատ արյունահոսով հիվանդին որ բերում են, նույնիսկ եթե նայում ես արյունահոսություն կա թե չկա, ստամոքսաղեքային արյունահոսության մասին է, վերին մարսողական, անպայման քթից զոնդը դնում են որպես ինդիկատոր, որ հենց արյունը գա, ասենք այս պահին չկա, հալա, բուժման, որ հենց արյունը գա, զոնդի մեջ երևա, որ իմանաս նորից վերսկսել արյունահոսությունը։ Այսինքն նույնիսկ զոնդով նայելուց հետո տեր ես կանգնում կոնտրոլ ես անում։ Մի շրջանային հիվանդանոց են կանչել, գնացել եմ որ պիտի հլը զոնդով նայեմ, հիվանդը քանի ժամ արդեն հստակ վերին մարսողական արյունահոսություն ունի, զոնդը դրած չի։ Հերիք չի որ գաստրոսկոպիայի հնար չունեն, այ մարդ ասում գոնե այդ զոնդը դնեիք, տեսնեք այս մարդը վերջը ճամփուրա գնում է, հավաքվել է այն աշխարհ, թե մնում է, գոնե դա իմանաք այ մարդ, գոնե տեսնեք շարունակվում արյունահոսությունը թե չէ։ Այս պատասխանատու բժիշկն ասեց, բժիշկ ջան, մենք թիթիզ բաներ չենք անում։ Ասի Աստվածին։ Հիմա մեր ժողովուրդը տես թիթիզ բաներ, գաղափարախոսություն, բան, քաղաքական միտք, քաղաքական հիմնավորվածություն, այդպես թիթիզ բաներ չեն անում։ Այս sense, հռկոպալի։ Այսքանը դերերս։ Շնորհակալություն։ Ես լավ շնորհակալ եմ ավելի համար։